Ողջույն սիրունիկներ, ինձ համար այդքան էլ կամֆորտ չի վիդեոն սկսել այս տեսքով առանց գեղեցիկ սանրվածքի, առանց գեղեցիկ մեյքափի, քանի որ ինչ սկսել եմ նորմալ վլոգ վարելը, ես անընդհատ գեղեցիկ սանրվածքով ու գեղեցիկ մեյքափով եմ, բայց հուսահատվել պետք չի, քանի որ հենց իմ այս վիդեոն դրա մասին է, ես դες ցույց կտամ իմ ամենօրյա աչտարօրյա մեյքափն ու սանրվածքը։ Իսկ հիմա պետք է սկզբից սկսենք սանրվածքից, ինչպես տեսնում եք, մազերս ուղիղ են եղել, ես իրենց հարթուկել եմ, հետո էլի լոկոններ եմ արել, բայց իրանց շուտ եմ արել, շուտ ասելով 2 օր առաջ, արդեն իրանք էլ չկան, գոյություն չունեն։ Ես արդեն իրան միացրել եմ, որ տաքան է, անդուր մագնիսամ եմ մազերս, չգիտեմ ինչի, հիմա իմ շիպցին ասում չգիտեմ, ամենահասարակ զայրումով միացրել եմ, որ տաքան է։ Մազերս բաժանել եմ 2 հատվածի, իրականում տենց հատուկ տեխնիկա չունեմ, որով անելու եմ, ինձ թվում է բոլորն են այդ ձևով անում, բայց նախնական կսաներենք։ Ու մի հատ էլ լայֆհակ իմ կողմից, չնայած նոր այդ չօգտագործեցի, երբ որ մազերը վերևից ներքև եք սանրում, այդ ժամանակ շատ մազեր կոտրվում են ու բնականաբար թափվում են, բայց մի լայֆհակ փոքրիկ, սկսեք սանրել այս ծայրերից, այդպես մազերը ավելի հեշտ են ուղղանում, ավանդանակ ասում, այդպես մազերը ավելի հեշտ են ուղղանում եւ ավելի քիչ մազեր են ուղղանում, խնդրում տեսեք ոնց է մագնիս սանրում։ Չգիտեմ, ինչա կատարվում։ Ամեն կողմի մազերի հատվածը պետք է անենք դեպի դուրս։ Այսինքն պետք է վերցնենք։ Տաքացել ենք արդեն։ Դնում ենք այստեղ։ Առանց հելի եմ անում, դրա համար շատ դժվար է ստացվում։ Ոնց անեմ, լավ եք sense մտտել։ Գոնե կարող եմ։ Сейчас սպասում ենք где-то 20-30 վայրկյան։ Բացենք։ Արդյունքը արդեն իսկ ակնհայտ է, ինչքան սիրուն է ստացվել։ Անցնենք մյուսներին։ Նայեք ինչքան է մագնիսացել մազերս, ինչքան։ Տեսնում եք։ Այս կողմն էլ ավարտեցի, հիմա վստահ եմ, այդքան էլ տեսքը լավը չի, բայց մեր լայֆհակ կա, կօգտվեմ դրանից, բայց հիմա կանջոտեմ իրան, կօգտվեմ այդ լայֆհակից եւ իմ մազերը կլինեն ավելի գեղեցիկ։ Իսկ ինչ լայֆհակ կա, ուղղակի գլուխդ ցած գցում ես ներքև, թափ ես տալիս ու հանում ես ու վերջ, սականում կտեսնենք։ Ահա եւ արդյունքը իրականում հիմա էլ տեսքը այդքան լավ չի, որովհետեւ իրենք դեռ տաք են, չեն սարել, իսկ որ սարեն կսաներենք եւ ընտիր կլինի։ Այսինքն շատ ամբիումնի լոկոններ են ստացվել։ Իսկ թվում է մինչև սարեն մազերս կանցնենք մեյքափից, որպեսզի մազերս ինչ չխանգարեն նորմալ շպարվել, կօգտագործեմ այսպիսի ոնց են ասում զաժիններ։ Սկսում ենք դեմքը խոնավացնելուց կամ խոնավացնելուց, եթե չգիտեք, ասեմ, որ մեյքափի լավ տեսքն ու երկար պահպանվելը կախված է նաև մաշկի ճիշտ խոնավեցումից, առավոտյան ես ուղղակի լվացել եմ ատամներս եւ լվացվել եմ փրփուրով, չգիտեմ, տենց հազար հատ բաներ չեմ օգտագործում դեմքս մաքրելու համար։ Այս պաշտում ինչ չորանա, որովհետեւ ինքը ահագին չորանա։ Սարի, որովհետեւ ինքը ահագին տեղ է զբաղեցնում սեղանից վրա, ու ես չեմ կարողանում իմ կոսմետիկաները նորմալ դնեմ։ Լավ չենք բողոքում, գցում եմ այս Կաոյո, այս ֆիրմայի կանաչ թեյով խոնավեցնող կրեմը։ Շատ չեմ գցում, որովհետեւ եթե շատ եմ գցում, հետո ռուսերեն այս բառը, բայց հաստատ կիմանաք սկատվոցա է լինում։ Ինձ վրան էլ որ տոնային կրեմ է սկսում են բաներով, հատիկներով դուրս գալ ամենատհաճ երևույթներից է չկրկնեք իմ սխալները։ Ֆոնին նայում եմ նաև Full House։ Ցանկանայի իրական լսել երգ, բայց որ չխանգարի վիդեոից։ Նայում եմ Full House։ Ու իդեպ մոռացա ասեմ, եթե կուզեք տեսնել, թե ինչպես եմ ես շպարվում, ինչ եմ անում մազերս, մազերս կարելի ասել թե միշտ այսպես է, ինչ եմ անում մեյքափս, ինչ ձև է դպրոցում, անպայման գրեք կոմենտներում եւ ես կնկարեմ անկեղծ, իմ Instagram-ի հետևորդները շատ են գրում, որ նկարեմ get ready with me-ներ, բայց իրանց այդքան էլ շատ չեմ սիրում։ Դրա համար այստեղ միանգամից շատ մեծ կնկարեմ, որ մի քանի անգամ նայեն կամ ավելի հետաքրքիր լինի իրենց համար ու ինչ հարցեր որ ունեն, հուսով եմ այս վիդեոյի ընթացքում պատասխանեցի։
ու հիմա սպասում ենք չորանա։ Խոնավանամար։ Լույսս անջատեցի, որովհետև առանց լույս ավելի գեղեցիկ է պատկերը։ Հիմա միասին կհամոզվեք։ Չգիտեմ, ինձ sense ավելի ադիվ գալիս։ Մինչև խոնավեցնող կրեմս կներծծվի, ես կգցեմ փույսի այս հոնքերի գելը, շատ լավն է, շատ լավ է պահպանում։ Իրական որ առաջին անգամ գնեցի, ինքը օրիգինալ է, եթե ինչ, գցեցի, այդքան էլ, չգիտեմ ինչ էր եղել, լավ չպահպանվեց, բայց այս վերջերս նկատել եմ, որ գրեթե 24 ժամ պահպանվում է։ Սա մասսարքել չի, ինձ այդքան էլ հարմար չի նայել կամերայի մեջ, որպեսզի անեմ այդ ամեն ինչը, չգիտեմ ինչի ալեզուս անդադ կապում գնում, չեմ կարողանում մտքերից դասավորեմ, գնայեմ կվերցնեմ հայլի ու այդպես կսաներեմ հոնքերս։ Ինձ շատ են ասում, որ անգամ եթե մեծանամ, իմ հոնքերը չհանեմ, որովհետև շատ գեղեցիկ են, իրականում ես հոնքերիս պահով քաշել եմ պապայիս հոնքերն են այսպիսի հաստ, բայց իրանը թափանցիկ են, այսինքն կյաժ են, ու չնենց նրան, որ պապաս ընդհանրապես կյաժ չի ամեն ինչի իր սև է, մազերը նկատվում են։ Այ, այսօր չգիտեմ ինչա կատարվում իմ հետ, չեմ կարողանում ընդհանրապես մտքերս դասավորեմ, շատ վատ է, քանի որ ես Instagram-ում վիդեոները նկարելուց առաջ ունենում եմ սցենար չեմ կարող ասել, բայց դրանից առաջ պլանավորում եմ թե ինչ պետք է խոսեմ, այստեղ այդպես չի, ինչ գալիս է մտքիդ պետք է էդ էլ ասես, ու մինչև ասում ես այնտեղ կամ լեզուտ է կապ ընկնում կամ արդեն փոշմանում ես, քեզ դուր չի գալի։ Հոնքերից վերջացրեցի, գնահատեք։ Իրականում ես մենակ մեջտեղն եմ անում հոնքերից, մեկ էլ էս վերևներից, մի երկու հատիկ շատ չէ։ Հիմա կխոնավեցնենք շուրթերս։ Չգիտեմ ինչ ա եղել այս մասս անդադ չորանում ու վերքի պես բան է, բայց չի անցնում ընդհանրապես։ Դրա համար անպայման պետք է խոնավացնեմ շուտ-շուտ, որ ինչքան հնարավոր է շուտ անցնի, բայց այս մենակ իմ դեպքում չի, սենց նախնական էտապ կա իմ մոտ, շպարվելուց առաջ ես սանրում եմ հոնքերս, խոնավեցնում եմ դեմքս եւ շուրթերից սկսում եմ բալզամ կամ խոնավացնող շրթեր, չգիտեմ։ Վերջ 2 րոպե ու իդեպ արևապաշտպանել եմ ես օգտագործում, բայց քանի որ հիմա տանն եմ լինելու ու այս ամեն ինչը անում եմ վիդեո նկարելու համար, հետագայում ինձ թվում է վիդեոներ էլ կնկարեմ այսպեսի տեսքով Instagram-ի համար, դրա համար արևապաշտպան չեմ օգտագործի, բայց ասեմ արևապաշտպանը շատ կարևոր դեր է խաղում ձեր մաշկի համար, օգտագործեք իրեն անպայման, նաև այս գրծքավանդակի հատվածում, որ ձեր դեմքը շուտ չծերանա։ Դա իմ կոնսիլերն է Artskinից, առաջին անգամ եմ այսպիսի ֆորմատով վերցնելու, բայց հաստատ էլ չեմ վերցնի, որովհետև ինձ այդքան էլ դուր չի գալիս այս ամբողջովին, տեսեք ինչ մեծ բաներ են լինում, ինձ այդպես դուր չի գալիս, իսկ դուր է գալիս դրա վրձինով պույտյուր անես, դրա համար այդ խնդիրը մի փոքրինչ լուծված է, ես վերցնում եմ այսպիսի վրձին, չհարցնեք ձեր ինչ ա եղել, սենց վերջանում եմ, ասում եմ մի քիչ դուրս է գալիս, այսպես ու դնում եմ աչքից ներքևի չէ, այս հատվածներում, այս զոնային իրան կոչվում, ովքեր չգիտեն։ Շատ դժվար է ինձ այսպիսի ֆորմատով կոնսիլեր օգտագործել, նաև այս էլ է մտնում, այս զոնայում, և մի քիչ այս հատվածում կանեմ, ու այս դուրս տվածնից վրա սենց կետիկ կանեմ, բայց ինձ չեմ տարածի, մինչև մի քիչ չորանան, ընդհանրապես կոնսիլերը այսքան շուտ չեմ տարածի, կթողեմ, որ մի քիչ չորանա ու ավելի կոնսիստենցիան կդառնա պինդ, խիտ։ Մի անգամից չենք անցնում սպոնջիկին, այլ վերցնում ենք մոտավոր այսպիսի վրձին և սկսում ենք տարածել։ Հիմա սենց վիդեո նկարելով է շատ երկար թվում, բայց ինչ որ տեղ դուրս գալուց ընդհանրապես 2 փոխաբերական իմաստով ասում 10-15 րոպե է տևում։ Այսպես թեթև տարածում ենք իրեն։ Լավ, թողենք ռազմիկը երկի։ Մեկ ընկավ։ Թրջեցի, բայց իրեն այսպես ձեռքով կամել է հերիք չա, ինչ է անում անդադ վերջավորությունները ուտում բառերի, լավ, հերիք չի, վերցնում ենք մի երկու անձեռոցիկ, և այսպես լավ չորացնում ենք, սպոնջիկով նոյք չկոն կեղտ ուտա,
Մետունը պատերազմ է իմ մամայի մեջ, այս դրա պատճառով։ Լավ, գնացինք, սկսում ենք նորմալ տարածել։ Չգիտեմ ոնց է կեղտոտում ինքը այսքան շուտ։ Ընդհանրապես ձեռքերս այդպես բանում եմ, շատ շուտ եմ լվանում։ Ու մաքուր են էլի ձեռքերս, չգիտեմ ոնց եմ կպնում։ Եվ սպոնջիկին եմ կպնում ձեռքերս տոնային է դառնում։ Հետո կպնում եմ հայլին։ Դրա համար է այդ օրեն գնում։ Արիթների համար եմ պատրաստվում, անպայման օգտագործում եմ դիմափոշի, բայց առօրյա եմ այդքան չէ, որովհետև իրենք ձեր ծակոտիները ոնց ասեմ, забывают, չգիտեմ, հակում է էլի ձեր ծակոտիները, ամբողջությամբ փոշի է լինում ծակոտիների մեջ, դրա համար խոր չի տրվում ամեն օր օգտագործել։ Օգտագործեք միայն այն ժամանակ, երբ որ ինչ-որ տեղ պետք է գնաք, երբ որ պետք է ձեր մեյքափը շատ երկար պահպանվի։ Կարող եք չասել, գիտեմ, որ կոնտուրինգը այսպիսի վրձինով չեն անում, չեն դնում դեմքի վրա, բայց ինձ սրանով է շատ հարմար։ Տեսեք ինչքան վատ վիճակում է իմ կոնտուրինգը, բայց այս պապասը Ֆրանսիայից բերել, դրա համար իրենից էլ չունեմ, բայց ինքը տենց միակ կոնտուրինգն է, որ իմ դեմքին համապատասխանում է։ Ես առել եմ մի քանի հատ կոնտուրինգ, թաց, չոր, խի, կապ չունի, սա ձևերը առել եմ, մենակ էսա, որ ինձ համապատասխանում է։ Ովքեր չգիտեն, կոնտուրինգը կսում են այ այս հատվածից մինչև այ այս հատվածը։ Իսկ արդեն իսկ կարմրաներկը մի քիչ ավելի վերև։ Հիմա մի փոքր քիթիկս էլ փոքրացնեմ։ Այս հատվածներն սկսեմ։ Այս։ Ես մեյքափ արտիստ չեմ, ես չգիտեմ ոնց։ Ես ցույց եմ տալիս ինչպես եմ ես շվարվում առօրյայում, ինձ կարող եք չքլնգել։ Ես պրոֆեսիոնալ չեմ, ցույց եմ տալիս ոնց եմ շպարում, այնպես ինչպես գիտեմ, ոչ մի տեղ չեմ սովորել, ինքս ինձանով։ Տեսեք, չկան գեղեցիկ է։ Ես լավ չեմ տարածել։ Չէ, լավ չի, չեմ հասկանում, բացեք հայից եկալ է։ Չէ, լավ չեմ տարածել։ Գիտեմ ես սպոնջիկով թեթև վրան ասնեմ, որպեսզի սենց լաքա չմնա, այսպես ասած։ Вот недавно видели. Всё, շատ սիրուն ասեք։ Չենք փակում կոնտուրինգի սպայլետկան, բացում ենք, վերցնում եմ այսպիսի վրձին, ու իրեն այսպես մի փուճուր վերցնում եմ։ Ու այ աչքի այս հատվածում ստվերաներկի պես տարածում եմ։ Հայտ երեխեքն են։ Всё, սա շատ սիրուն ասեք, կարանք նույն այդ կոնտուրով մի փոքր սենց քիթիկի վրա էլ անենք։ Բացում ենք հիմա գույնը սրանով։ Այս մասի վրա այդքան էլ չենք կենտրոնում, որովհետև հետո անելու ենք highlighter։ Later-ներ էլի շատ ունեմ, բայց ամենասիրելիս էսա։ Շատ լավն է։ Հիմա ասում ենք կարմրաներկին։ Կարմրաներկիս վրձինը այսպիսին է։ Իսկ կարմրաներկից էլի ունեմ տարբեր ձևի, չափի, տարբեր լիքը ունեմ, բայց էլի ամենասիրելիս էսա, սա էլ է պապաս բերել Ֆրանսիայից։ Այս ամենը բերել է այն ժամանակ, երբ որ ես դեռ չէի շպարվում, բայց իրենց այդ պահպանման օրերը, ժամկետը, ամեն ինչ նորմալ է, դրա համար օգտագործում եմ։ Այս ֆիրման չկա ֆրենգրած, ոչ այստեղ, եթե գիտեք, կարաք ինձ օգնեք եւ գրեք։ Դա էս է։ Չգիտեմ։ Լավ, բացում ենք, վերցնում ենք, հավաքում ենք ու անպայման, հեսա ցույց կտամ, կանեք։ Ձեռքի վրա այսպես թափ եք տալիս, որ իր ավելորդ կարմրաներկը դուրս գա։ Դնում ենք այ այսպես մի քիչ վերև, մի քիչ։ Մի փոքր այսպես քիթիկի վրա ենք անում, այ այս վերևի մասերը եւ ներքև։ Ես շատ արագ եմ անում, որովհետեւ որ քրուս եկել, ուզում եմ շուտ գնեմ իրան գրկեմ, պաչեմ հրաշ ջան։ Կարեք մի քիչ այսպես փակեք աչքի վրա անեք։ Այդեք որ շատ սիրուն է արդեն շատ սիրուն է։ Եթե օգտագործեի դիմափոշի, հիմա կանեի, բայց չեմ անի։
այդքան ժամանակ չկա, ներվեր էլ չկա, դրա համար ես սիրում եմ highlighter-ս կսեմ մատով։ Իրա վրձիններից էլ ունեմ, պրոբլեմ չունեմ ես վրձինների ամեն ինչից բոլ պապաս առել է։ Ու ոչ միայն պապան, ես էլ եմ էլի առել։ Խիծ ուռ աղավ։ Հա, մի փոքր էլ այս մասը կարանք այստեղից վերցնենք։ Չգիտեմ, խիսան ստացվեց։ Շատ եմ հյոմից։ Լավ, չենք փակում, չենք շեղվում, վերցնում ենք էլի։ Այս մասն ենք անում։ Ասեք, որ շատ սիրուն է։ Նա այս կողմը։ Հենց հանենք։ Արդյունքը ակնհայտ է ու շատ սիրուն։ Եթե չեք միացել դեռևս իմ Instagram-ին, անպայման միացեք, անունը կթողնեմ այստեղ։ Անցնենք երևի թե թարթիչներին։ Ես գրեթե միշտ օգտագործել եմ Curler, չգիտեմ դրա անունը գիտեք թե չէ։ Լավ, նկարը կդնեմ այստեղ, որպեսզի հասկանաք ինչի մասին եմ խոսում։ Իրեն գրեթե ամեն օր օգտագործում էի առաջ ու նկատում էի, որ արդեն տեսեք թարթիչներից տարբեր տեղքի չա երկար է։ Մի օգտագործեք իրան։ Ձեր թարթիչները ինքն իրան շատ սիրուն է, օգտագործեք տուշեր, ինչ-որ գելեր, բայց Curler երբեք մի օգտագործեք, եթե չեք ուզում ձեր թարթիչների հերը անցեք։ Կոպիտ եմ ասում, բայց դա։ Ես Secret Santa-ին նվեր էի ստացել այսպիսի գել, միշտ իրան նաև կսում եմ տուշ քսելուց հետո, ինչպես թե կաճ կսպան անգել տրամարակարմուրում ու արդյունքոտվում, իրանից էլի ունե, ինքը վերջացել է գրեթե, միշտ տուշի վրայից որ քսում եմ, ասես տուշոտվում է ինքը, այդ վատ չի, լավ է, որովհետև որ իրան առանձին էլ քսես, ոնց որ տուշ քսած լինես, մա ցույց տամ, իր վրա հայել կա, շատ լավ է, մա ցույց կտամ, վերցնում ենք, բացում ենք, բնականաբար, եւ սովորական ոնց որ տուշ կամ ոնց եք ինչ-որ բան կսու թարթիչներին, կներեք, որ չեմ նայում կամերայի մեջ, տեսեք, ասեք, ավելի գեղեցիկ արդյունք է, քան տուշով, ավելի բնական, ոնց որ լամինացիա արած լինի, ու լավ, անկեղծ ասած տուշով ավելի գեղեցիկ է ստացվում, բայց ինձ այս բնական էֆեկտը ավելի շատ է դուր գալիս, հիմա կանենք նաև սա։ Տեսնում եք, մոռացա իրան անում, լավ ազգում իրան, սա նաև մոռացա։ Ոսով կները կարակ էի անում, տեղ դուրսում բուր այդքան կարևոր չի հետևը ինչա։ Անցնում ենք շուրթունքներին, դա գլոս եք քսելու ու թափանցիկ այդքան խավ չեմ տալի։ Ես սրանով կվերցնեմ վրայի բայզամը։ Այս հոնքերի մատիտի հետ եմ, ինքը հոնքերի է, ինչպես լսեցիք, բայց եթե վստահ եմ ձեզ դուր է գալու համարը, եթե իհարկե բերի, կասեմ։ Այստեղ Maxmore ֆիրման է, շատ մաչելի է, այդ նույն ֆիրմայից հնարես պալետ կաս, որակը շատ լավն է, ինձ դուր է գալիս, իր հետ կա այսպիսի շոտ չկա, շունչս կտրվավ, համարն է 295, լավ, գծում ենք, լավ, սուս, ոստում ես վրես արդեն, լավ է չէ, որ մեր հարևաններով պատերը բարակա, խոսում ենք իր հետ, վերցնում ենք, ու այս հատվածները, ուգալկաներ կամ անկյուն, ոնց են ասում չգիտեմ, կսում ենք իր իսկ կոնտուրով, այս անկյունները կսեցի, բայց այս մասը չեմ կսում, որովհետև այստեղ կարակ մի քիչ կոնտուրից դուրս գաք, ու այդպես շրթունքները կերևա ավելի հաստ, փարթամ, գեղեցիկ։ Ասեք։ Ասում ենք վերևին, վերևը նույնպես, ես սիրում եմ, որ այս մասը կլոր է լինում, բայց այս վերջից չեմ բամ կսեմ, իմ համար այդքան գեղեցիկ չի ստացվում, բայց բնական շուրթերի հետ տենց ալում շատ գեղեցիկ է։ Եվ կսում եմ վերջում գլոս, Rhodes, իրեն նոր եմ ձեռք բերել, ասեմ, ավելին unboxing-ը կա իմ Instagram-ի էջում, մտեք ու տեսեք, իրականում ինձ այդքան էլ դուր չի գալիս, քանի որ լույսը այն չէր, ինչ որ ես էի ուզում, եղունգներից տեսքը, բայց էլի շատ հավես unboxing-ը ստացվել։ Հիմա կսում ենք։ Ես երբ որ ուզում էի սա գնել, ինձ մոտ տենց պահեր, որ ես մտածում էի ինձ բաց գույների շրթներք չի սազում, դրա համար ինձ ավելի շատ դուք էր իր փաթեթավորումը, իր տուփը, դրա համար գնում եմ ռիսկի և վերցնում եմ սա, բայց այնտեղ կար մի բան մուկ, այդ էլ է շատ գեղեցիկ, բայց ինձ այդքան էլ դուր չէր գալիս իր տեսքը, սենց ֆիզիկապես, բայց հիմա սկսել է դուրս գալ,
տեսակ փորձեմ, անդաց ինձ որ առաջ եմ գալիս դեմքը շատ դեղ է երևում, հետ նստեմ մի քիչ։ Բա հոտ ինչ լավն է։ Իմ մեյքափը այսքանն է, իրականում իմ ֆիքսատոր սփրեյը, ֆիքսող սփրեյը վերջացել է, թե չի ես իրեն անպայման կօգտագործեմ, շուտով նորը կգնեմ պարտադիր, դա անգամ չի քննարկվում։ Ասեք, որ սիրուն ստացվեց, անպայման հետևեք իմ Instagram-ի էջին, այնտեղ վիդեոներ ավելի արագ են, շուտ-շուտ են դուրս գալիս, ավելի հավեստ, օգտակար ու խորհրդավոր վիդեոներ են ստացվում այնտեղ։ Այստեղի մասին դե իհարկե չեմ մոռանալու ու այստեղ եմ շատ հաճախ վիդեոներ տեղադրելու, բայց դա կախված է ձեզանից, ինձ պետք է շատ մեծ ակտիվություն, որպեսզի ես լինեմ մոտիվացված ու ավելի արագ աշխատեմ, ավելի շուտ-շուտ վիդեոներ տեղադրեմ։ Դրա համար դուք հետևեք իմ Instagram-ի էջին, այստեղ անունը կդնեմ, հետևեք ինձ YouTube-ում, սեղմեք զանգակի վրա, սեղմեք լայքի նշանը, այդ մի քանի գործողությունները ինձ շատ մոտիվացնում։